Պյոտր Մամոնովը շատ լավ խոսքեր էր ասում։ Ասում է ողջ կյանքում ես հաճույքներ էի փնտրում։ Ես ուզում էի երջանիկ լինել, խաղաղ լինել։ Ու ամեն ինչ էի փորձում՝ թմրադեղեր, ալկոհոլ, ցանկացած կախվածություններ եւ հաճույքներ։ Բայց այդ ամեն ինչը իմ դատարկությունը չէին լցնում, եւ իմ տառապանքը միայն երկարացնում էին։ Եվ ասում եմ միայն Աստծո մոտ գտա ես այդ հաճույքը։ Երբ որ Աստծո ներկայությունն ապրեցի, իրապես իր սերը զգացի, որ ամենուրեքը ամեն գոյ լցված այդ սիրը ուղղակի մենք փակ ենք ու չենք զգում այդ սերը։ Այդ ժամանակից հետո ես էլ կարիք չունեմ այդ փոքր հաճույքների, որովհետև ամենաուժեղ հաճույքը զգացել եմ։ Քրիստոսի խոսքերն ա մտքիս գալի, որ ասում է. «Եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ ես ձեզ կհանգստացնեմ։ Իմ լուծը ձեր վրա վերցրեք եւ սովորեք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ, եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնեք, քանզի իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը թեթև»։ Այսինքն այն մարդկանց համար, ովքեր հոգնել են աշխարհիկ վազվզոցներից, անդադ վազել ինչ-որ հաճույքների ետևից, անդադ վազել ինչ-որ երջանկության պատրանքների ետևից եւ զգալ, որ չէ, մեկա չի բավարարվում ներսում մի բան մեկա դատարկ է մնում։ Այդ ցանկությունների հասնել ինչքան լցնում ես դատարկ է մեկա։ Մի ցանկությունդ բավարարվեց, հիմա հաջորդը ինչ։ Այս ինչ տեղը հայտնի դառնամ լավ կլինի։ Վերջապես երջանիկ լինեմ, երբ որ կյանքի ընկեր գտնեմ, բայց գտնում ամուսնանում են շատերը, մեկ էլ տեսնում են, որ չէ, ու բաժանվում են շատերը, որովհետև էդ էլ չլցրեց այն բացի ինչ-որ կարգո մեջ։ Սարտերը մի հրաշալի խոսքեր ուներ։ Ասում էր ամեն մարդու ներսում դատարկություն կա Աստծո չափով, եւ ամեն մարդ լցնում է ոնց կարողանում է։ Այսինքն այդ Աստծո տեղն է, որ ոչ մի բան չի լցնում ուրիշ, որովհետև այն ամենը ինչ աշխարհում կա դու կորցնելու ես։ Ոչ մի բան քեզ չի պատկանում, քեզ ժամանակավոր տրված է։ Նույնիսկ քո երեխաները, որ գալիս են քեզ այս աշխարհ, քեզ չեն պատկանում։ Նրանք քո միջոցով են գալիս, բայց քոնը չեն։ Ու քո ունեցվածքն էլ քոնը չի, դու ոչ մի բան չես տանելու քո հետ այնտեղ։ Միայն այն ես տանելու, ինչ քո սրտում եւ հոգում ես կրում։ Մնացած ամեն ինչը թողնելու ես այստեղ։ Դրա համար էր Քրիստոսն ասում գանձեր մի դիզեք երկրի վրա, ուր ցեց եւ ժանг ոչնչացնում են, այլ գանձեր դիզեք ձեզ համար երկնքում, որ ոչ մի բան չի կարող ոչնչացնել։ Այսինքն ձեր բարի գործերը, ձեր սերը մարդկանց հանդեպ այդ ամենակարևոր բանն է, որ ձեր հոգին ջերմացնելու է։